Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստինֆոյի հյուրը Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանոտ եւ Գազոր նախարար Էդգար Ղազարյանն է։ Բարև ձեզ, պարոն Ղազարյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Ղազարյան, Հայաստանի դիմությունը կարծեք թե իմպիչմենտի գործընթաց է նախաձեռնել։ Ինչ սպասելիքներ կան այդ գործընթացից, որոնք են հնարավոր զարգացումները։ Սպասելիքները այն են, որ այդ գործընթացը, եթե սկզբնական շրջանում ուներ կրավորական պասիվ ընկալում, այդ թվում ընդդիմադիր դիրքավորում ունեցող պատգամավորների կողմից, վերջի շրջանում կա դրական զարգացում, մասնավորապես կա նախ պաշտոնական մեկնարկած գործընթաց անվստահության, որին ավելի մեծ թվով պատգամավորներ են միանում, այսինքն սկզբից եթե միայն պատիվ ունեմ խմբակցություններ, վերջին խորհրդարանական լսումների ժամանակ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց նաև, որ Հայաստան խմբակցության բոլոր պատգամավորները ոչ թե վերացական հայտարարությամբ, ինչպես դա արել էին նախկինում, այլ շատ կոնկրետ, արդեն պաշտոնական ձևաթղթով հայտարարված թեկնածուով գործընթացին պատրաստ են միանալու։ Եղավ խորհրդարանական լսումներ, որը նույնպես չափազանց կարևոր էր ինչ իմաստով, որ դա ցույց տվեց, որ այդ գաղափարը ունի հանրային մեծ աջակցություն եւ ընկալում, որովհետեւ լսումներին մասնակցում էին մեծ թվով քաղաքական արտախորհրդարանական ուժեր, կուսակցությունների ղեկավարների, կուսակցությունների ազդեցիկ դեմքերի մակարդակով, նրանք ովքեր կուսակցականներ չեն, բայց ճանաչված հասարակական գործիչներ նույնպես ներկա են եւ իրենց ներկայությամբ իրենց ելույթներով ցույց տվեցին, որ իրենք այդ գաղափարին աջակցում են, այսինքն պատգամավորները, ովքեր որ դա իրագործում են, ունեն նաեւ հանրային, հատկապես ընդդիմադիր տրամադրություններ ունեցող ընդհանուր ողջ, գրեթե ողջ դաշտի աջակցությունը։ Սա շատ կարեւոր էր եւ հիմա կարծում եմ, որ արդեն ունենալով 34 պատգամավորի մասնակցությամբ նախաձեռնություն պետք է մտածել դա զարգացնելու մասին։ Իսկ դա զարգացնելու հիմքերը առավել քան առարկայական են, այսինքն քաղաքացիական կուսակցության պատգամավորներ, ովքեր մինչև հիմա չեն միացել եւ ովքեր որ խոսում են այդ մասին, դիմադրություն են ցույց տալի, նրանք փաստարկներ չունեն։ Այս կողմի փաստարկները շատ հիմնավոր են, այսինքն կառավարությունը պետք է գործի իր ծրագրին համահունչ, եթե կառավարությունը ծրագիրը չի կատարում, իսկ պարլամենտը պետք է անվստահություն։ Դա առաջին հերթին էս ՔՊ-ի խնդիրն է, որովհետև այդ ծրագիրը որ չի կատարվել, իրենց նախընտրական ծրագիրը չի կատարվել։ Բայց իրանք պատգամավոր են դարձել, որովհետև այդ ծրագրով են ներկայացել ժողովրդին։ Դա իրանք պարտականությունն է։ Եվ դա կարծում եմ իրանք բացատրելու համար պետք է ընտրել տարբեր բնությանը, մանկավարժությանը, կենդանավարժությանը հայտնի բոլոր մեթոդները։ Պարոն Ղազարյան, տեսեք, արտիքներ կան, որ հիմա իմպիչմենտի շուրջ մեծ կոնսոլիդացիա կա, բայց նաև գաղտնիք չէ, որ այսինքն հայտարարություններ նաև հնչում, որ անհրաժեշտ է 54 պատգամավորի ստորագրություն գործընթացը արդեն լիարժեքորեն մեկնարկելու համար։ Ձեր դիտարկմամբ հաշվի առնելով այս կոնսոլիդացիան, հնարավոր կլինի ունենալ, ստանալ այդ 54 ստորագրությունները եւ ի վերջո գոնե մինչեւ տարեվերջ իմպիչմենտը կհաջողի թե ոչ։ Նոր ես դա հենց դա եմ ասում, այսինքն 54 նշանակում է, որ այլևս բացի երկու խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից, դրան պիտի միանան առնվազն 20 պատգամավորներ, նաեւ այլ ասենք եւ ՔՊ-ից կամ խմբակցությունից դուրս եկած 4 պատգամավորներից։ Կարծում առաջի էտապում պետք է խնդիր դնել այդ 4-ը, որպեսզի միանան, դա իրենց պարտականությունն է, եւ նոր եւս 20 պատգամավոր, ուրեմն մյուս ՔՊ-ի խմբակցությունից։ Դա էլ պետք է լինի բաց հրապարակային աշխատանք, այսինքն քաղաքացիական պայմանագիր խմբակցության յուրաքանչյուր պատգամավոր պետք է բացատրություն տա, թե ինքը իր որպես պատգամավորի պարտականությունը ինչի չի կատարում։ Որովհետև սահմանադրության ֆունկցիան է, որ պարլամենտը վերահսկում է կառավարության գործունեությունը։ Այդ վերահսկողությունը պարլամենտը անում է պատգամավորների միջոցով։ Հիմա եթե իրանք չեն վերահսկում, նշանակում է իրանք թերանում են իրենց պարտականությունների կատարման մեջ։ Պետք է ժողովրդին հաշվետվություն ներկայացնեն, ո՞նց են թերանում։ Ոնց է, իրանք հաստատել են մի ծրագիր, ձևավորել են կառավարություն, որն ասում է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրները կառավարությունը տեսնում է ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում եւ գնում է ստորագրում նամակ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու մասին, այսինքն հերիք չի որ իրանք իրենց ծրագիրը չեն կատարում, հետո կատարում են գործողություն, որը հակադիր է այդ ծրագրին։ Այդ դեպքում պատգամավորները ոչ թե պետքա ողջունեն, առանձին հայտարարություն ընդունեն դրա վերաբերյալ, այլ անմիջապես կանչեն ՔՊ-ի պատգամավորները Նիկոլ Փաշինյանին, ասեն
Մենք ժողովրդին ուրիշ բան ենք խոստացել։ Քո կառավարությունը այլ նպատակադրումով է ձևավորվել։ Մենք այլ ծրագիր ենք հաստատել, իսկ ինչով ես դու զբաղվում։ Ուզում ես գնաս ԵԱԿ Միսկի խումբ ստեղծես, ուրեմն հրաժարական տու, թող ձևավորվի նոր կառավարություն, գա իր նոր ծրագրով, մենք որոշենք։ Թույլատրենք ինքը դա անի, թե չէ։ Բայց դու չես կարող այս ծրագրով ներկայանաս որպես կառավարություն եւ անես ծրագրին հակադիր գործողություններ։ Դա երկրի սահմանադրական կարգի տապալման վարքագիծ է։ Եվ падգամավորները անձնական պատասխանատվություն ամեն մի պաշտոնատար անձ իր պարտականությունների կատարման համար կրում է իրավական պատասխանատվություն, չէ՞։ Ես չէի կարող լինեի դեսպան եւ իմ պաշտոնական պարտականությունների կատարումից հրաժարվեի։ Չգնայի առաքելության երկրից, մնայի Հայաստանում, ստե փող ստանայի, դες բան չէր կարող լինել։ Որովհետև ես պաշտոնատար անձ ես ունես պարտականություն, չես ուզում աշխատես, մի դարձի դեսպան, չես ուզում կառավարության գործունեություն վերահսկես, վայր դիր падգամավորական մանդատը, դու այդ մանդատը վերցնի այն քաղաքացին, ով որ պատրաստ է իր պարտականությունները կատարել։ Սա պարզ տրամաբանական բան է, որը պետքա գնալ նորից եմ ասում, ՔՊ-ի падգամավորն այս պարզ իրողությունները բացատրել։ Պարոն Ղազարյան, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակն այն բռնաճնշումները, որ գործող իշխանությունները կիրառում են, արդյոք հնարավորություն կա բացատրել քաղաքացիական պայմանագրի անդամներին իրենց պարտականությունները եւ ակնկալել, որ նրանք կմիանան իմպիչմենտին կամ ինչ-որ գործողություններ կձեռնարկեն ապիկար կառավարության դեմ, եթե նկատի ունենանք, որ հիմա շատ են նաև կարծիքներ, որ Նիկոլ Փաշինյանը տարբեր ազդեցության գծակներ ունի քաղաքացիական պայմանագրի անդամների։ Կարծում եմ, որ հնարավոր է, օրինակ վերջին շրջանում պարլամենտի կայքից մի տեղեկություն ստացանք, որ այդ իմաստով նաև հույս է ներշնչում, որ падգամավորները պարլամենտի շենքում պատվաստվել են։ Այդ նշանակում է, որ ընդհանրապես մարդը անհատը իր առողջական խնդիրները գաղտնի է պահում եւ օրենքով դա պաշտպանված է։ Այդ կարգի տեղեկատվությունը հրապարակվում է անասնապահության բնագավառում, ասենք եթե դաբաղի դեմ պատվաստումներ են արվում մի գյուղում այդ հիվանդությունը կանխելու բանի համար, նաեւ տեղեկություն է տարածվում, որ այս ինչ ֆերմայում բոլոր կենդանիները պատվաստված են։ Հիմա եթե կան падգամավորներ, դե լուսանկարներից նայեցի միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցություն, որ իրենց համոզել են, որ ոչ միայն պատվաստվեն, այլև դա նկարեն եւ այդ նկարերը գցեն ինտերնետ, նշանակում է հնարավոր է իրանց ինչ-որ բան բացատրել։ Հիմա եթե մեզ քաղաքական մեթոդաբանությունը չօգնի իրենց այդ པարզ բաները բացատրել, այդ բուժքույրերին քարստենք, ովքեր որ իրանց պատվաստումով զբաղվում, ինչ մեթոդ են կիրառել իրենց դա համոզելու, բացատրելու խելքի, այդ մեթոդը կիրառենք։ Օրինակ այդ պատվաստող բուժքույրներին հրավիրենք, ասենք եկեք, ձեզ ոնց որ հաջողվել է Հայկ Կոնջորյանին ու Արթուր Հովհաննիսյանին համոզել, որ իրանք ոչ պոլիկլինիկական պայմաններով, որտեղ նորմալ մարդը պատվաստումները ստանում է պոլիկլինիկայում։ Աշխատավայրում պատվաստվում են բացառիկ։ Հիմա այդ բուժքույրերին կարելի ասել ոնց եք համոզել դրանց, որ կան հանվեն նստեն պատվաստման։ Այդ նույն մեթոդը կիրառենք։ Կարծում եմ, որ ի վերջո որևէ մեթոդ արդյունավետություն կունենա։ Տեսեք, վերջին շրջանում քաղաքացիական պայմանագիրը նաև այսպես թեզ է դնում շրջանառության մեջ, որ եթե մարդիկ մեզանից դժգոհ են մեր քաղաքականությունից, թող դուրս գան փողոցներ, բողոքի ձայն բարձրացնեն եւ այն։ Ինչով է պայմանավորված նրանց այս հանուկն հայտարարությունները, իրենք այդքան վստահ են, որ մարդիկ դուրս չեն գալու փողոց եւ նրանց դեմ բողոքի ձայն չի։ Այո, որովհետեւ գիտեն, որ փողոց դուրս եկող մարդուն իրանք կիրառում են ոստիկանության հատուկ միջոցներ, խափանում են, արգելում են, ձերբակալում են եւ գիտեմ, որ մարդիկ դրանից վախեցած փողոց որևէ պարագայում դուրս չեն գալու։ Օրինակ խորհրդարանական լսումների զուգահեռ ես որպես քաղաքացի ազգային ժողովի բակում հավաք էի հրավիրել։ Նրան մասնակցել են ոչ մեծ թվով մարդիկ, իմ հաշվումներով մինչև 1000 մարդ կարող է լինել։ Ավելի շատ ոստիկաններ էին այնտեղ ու ներկա էր ոստիկանության պետի տեղակալ պարեկային ծառայության պետը, ոստիկանության զորքերի հրամանատար գեներալ լեյտենանտ, ոստիկանության պետի մի ուրիշ տեղակալ, ոստիկանության այդ քաղաքային վարչության պետի, այսինքն բազմաթիվ բարձրաստիճան, ընդամենը 1000 մարդ
Ինչ են արել ազգային ժողովի բակում տեղադրված է մի հատ LED էկրան, ընդամենը հետևում են խորհրդարանական լսումների աշխատանքին։ Գուցե ոստիկաններն էլ եկել հետևելու աշխատանք։ Չէ, դե ասենք իրանք դա կարային անեին ցանկացած իր պլանշետից, իր հեռախոսից իր տանը կամ ծառայության վայրում, այսինքն չեմ կարծում, որ իրանք հանրահավաքի կոչով են։ Իրանք եկել են ծառայություն իրականացնելու։ Այսինքն այդ աստիճանի, բայց դա ինչ է ստեղծում, չէ՞, մյուսների նկատմամբ վախի մթնոլորտ, այդքան ոստիկան, մանավանդ որ հավաքվածները խաղ մարդիկ են, ոչ մի ագրեսիվ տրամադրվածություններ չունեն, նախապես հայտարարություններ, ինչ որ կոչեր չեն եղել։ Այսինքն իրենք օպերատիվ իրավիճակը պետք է որ վերահսկեն, չէ՞։ Հիմա այս պայմաններում իրանց գործողությունները այնա, որ իրանք խափանում են ցանկացած այդ կարգի հանրային գործունեն։ Եվ երկրորդը, իսկ ով է ասում, որ падգամավոր իր պարտականությունները կատարելուց պիտի նաև ունենա փողոցում հավաքված մարդիկ։ Օրինակ, Սահմանադրության մեջ դες բան գրած, Սահմանադրության մեջ գրած է, որ падգամավորները անկախ դրանից, որ խմբակցություն վերահսկում են կառավարության գործ, չի գրած։ Падգամավորները վերահսկում են կառավարության գործունեությունը, եթե ազգային ժողովի բակում հավաքվել է 50,000 մարդ, 50-ն է 25,000-ը տղամարդ, 25,000-ը կին, կանայք էլ շատ սիրուն։ Դες բան գրած չի ինձ։ Հետևաբար իրանք իրանց պարտականությունները, այսքան մենք լսում ենք, այս ինչ երկրի վար Նիկոլ Փաշինյանը գնաց Ճապոնիայի վարչապետին հանդիպեց, 3 օր հետո այդ մարդ հրաժարական տվեց։ Ճապոնիայի Տոկիոյի բնակիչները սկի չէին ինգե փողոցներում ասում պիտի վարչապետը հրաժարական տա։ Մարդ ընդամենը մի տարուց ավել էր կարծեմ պաշտոնավարում։ Իր նախընտրական ծրագրի, կառավարության ծրագրի մի քանի դրույթ չէր կատարել ընդամենը։ Որից հետո հրաժարակ է, իսկ դա տրամաբանական, սահմանադրական մոտեցում է, ամեն անգամ պետք չէ մեր հասարակությանը պահել լարվածության մեջ եւ ասել, որ մեր հասարակության մեջ բոլոր խնդիրների լուծումը այն է, որ մարդիկ գնան լսվեն փողոց, Նիկոլ Փաշինյանը չի ասում։ Հլնեիք հեղափոխություն անեիք։ Հեղափոխություն չէ, մի հատ հանրահավաք են ուզում մարդիկ կազմակերպեին, 18 արդարի է այսօր դատում դու դրա համար, որ ընդամենը հանրահավաքի կազմակերպական հարցեր են քննարկել։ Պարոն Ղազարյան, բայց այս դեպքում ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի բռնաճնշումները կարծեք թե իրենց արդյունքները տալիս են, որովհետև տարատեսակ հարցումները ցույց են տալիս, որ մարդիկ դժգոհ են այս իշխանությունից, բայց փաստացի փողոց դուրս չեն գալիս, բողոքի ձայնը կարծեք թե են բախենում են բարձրացնում։ Այո, որովհետև դուրս գալ փողոց նշանակում է ձերբակալվել, նշանակում է հայտնվել բանտերում, չէ՞, ինքը այսօր երկու սրբազան է բանտում նստած։ Բա ցանկացած հավատացյալ, որի համար սրբազանը եկեղեցու միշտ եղել է պատարակիչ, իր շուքով, իր ներկայությամբ, նրան դեմ ինքը խոնարհ ա եղել, նրա ձեռքից հաղորդություն ստացել, այսօր տեսնում է բանտի պատերի տակ բարձրաստիճան, բարձրադաս հոգևորականներ կանգնած խեղճացած բան, բայց դա ոնց կարա մյուսների վրա ազդեցություն չունենա, ոնց կարա մեկը Հայաստանում լինի գործարար ու տեսնի, որ աշխարհում ամենահաջողակ գործարարը, ամենահարուստ հայը, որը բիզնեսով զբաղվելուց նաև մեկենասա ինքը բազմաթիվ սոցիալական մշակութային ծրագրերին, եկեղեցաշեն գործունեության, այսօր այդ մարդը հանիրավի բանտում նստած ինքը համեմատում է, ասում է, եթե նրա պես մարդիկ, այդպիսի մարդիկ կարան զրկանքների բան ու հանիրավի առանց ոչ մի բան անելու, դա վախ է ամբողջ հասարակություն, մեր հասարակությունը այսօր այս բռնապետությունը դրանում է հաստատված։ Դրանց ասենք շողակաթ հեռուստաընկերություն են փակում, եւ որ դրանից առաջ փակվել է հայկական երկրորդ հեռուստաալիքը, դրանից առաջ փակվել է Երկիր մեդիա, ամենահեղինակավոր հեռուստաընկերություններն էին Հայաստանում։ Թողել են մի քանի հատ այսպես YouTube-յան ալիքներ, այն էլ ինչի համար, որ խոսեն գան մեզ բռնեն։ Մեկը ես, քրեական գործով եմ ասում, ընդամենը իմ խոսքի համար, այսինքն մի քանի հատ այսպես հաղորդումներ թողել են, որ գա մարզազրույց տան բռնեն։ Բայց մթնոլորտը ազդում է ողջ հասարակության վրա։ Իսկ այս պայմանների մենք արդեն ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ, որ իմպիչմենտի գործընթացը կհաջողի, եթե, ինչպես դուք նշեցիք, երկու սրբազան արդեն իսկ ձերբակալված են, Սամվել Կարապետյանն է ձերբակալված, ժողովրդական լեզվով ասած, ովքեր են ԿՊԱ-կանները, որպեսզի նրանց էլ Նիկոլ Փաշինյանը չձերբակալի, որպեսզի։ Չէ, այս ամբողջ խնդիրն է, որ պետք է ընդունել մեր սահմանադրական կարգը, տվյալ դեպքում ով է Նիկոլ Փաշինյանը падգամավորների առաջ։ Նա ընդամենը գործադիր իշխանության ղեկավարն է, որը հաշվետու է ազգային ժողովին, եւ ազգային ժողովից քաղաքացիները, ովքեր ընտրել են այդ ազգային ժողովին, իրավունք ունեն բան պահանջելու։ Եվ կարծում եմ, որ այդ պահանջը շատ խելամիտ է, օրինական, սահմանադրական եւ իրենք պարտավոր են այդ պահանջը կատարելու։
Տեսեք, թեման իհարկե շատ շահարկվեց, բայց մի կողմից իշխանությունները ասում են, եթե դժգոհում եք բողոքից այն բարձրացեք, մյուս կողմից բռնաճնշումներ են, բնականաբար դա ոչ մի ժողովրդավարական երկրի տրամաբանության մեջ կարծեք թե չի տեղավորվում, այս դեպքում որտեղ է միջազգային հանրությունը, միջազգային կառույցները, մարդու իրավունքների պաշտպանները, ինչու չեն արձագանքում այս բռնաճնշումներին։ Ես ճիշտ ասած խորը հիասթափություն եմ ապրում այդ իմաստով, որովհետև ես մինչև իմ նախ քաղաքական հասարակական գործունեությունը փորձագիտական մեծ ծավալի աշխատանք եմ իրականացրել տարբեր միջազգային կազմակերպություններում, այդ թվում Եվրոպայի խորհրդում։ Եվրոպայի խորհրդի երկու քաղաքական դպրոցների շրջանավարտ եմ եւ Երևանի եւ Մոսկվայի բազմաթիվ առիթներ եմ ունեցել Ստրասբուրգում մասնակցելու տարբեր քննարկումների հետ։ Ու որ տեսնում եմ, թե հիմա Եվրոպայի խորհուրդը ինչ վերաբերմունք կա ցուցաբերում Հայաստանում, Ադրբեջանում ընթացող process-ների վերաբերյալ եւ ոնց են այդ հետամնաց բռնապետները, որոնք իրենց էությամբ պատերազմական հանցագործներ են եւ Փաշինյանը եւ Ալիևը, որոնք խախտել են միջազգային իրավունքի սկզբունքները, խախտել են Եվրոպայի խորհրդին իրենց պետությունների անդամակցության պայմանները, խախտում են իրենց երկրում Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքներ հանդիսացող մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, ժողովրդավարությունը, ընդունելության են արժանանում։ Եվ Փաշինյանը եւ Ալիևը, ասենք օրինակ, ես հարց ունեմ Եվրոպայի խորհրդի ցանկացած պաշտոնյա, լինի դա գլխավոր քարտուղար, թե մարդու իրավունքների հանձնակատար, ով ընդունում է Փաշինյանին կամ Ալիևին, նրանք նույն պատերազմական հանցագործներն են։ Ես ասում եմ, արդյոք կարելի է, որ Եվրոպայի խորհրդի պատասխանատվության գոտում լինի դա ադրբեջանական վերահսկողության տակ թե Հայաստանի, որովհետև երկուսն էլ Եվրոպայի խորհրդի անդամ են։ 150,000 մարդ ենթարկվի ցեղասպանության եւ բռնի տեղահանության միայն իրանց էթնիկ պատկանելության տեսանկյունից։ Այսինքն 150,000 հայ իր հիմնական բնակության վայրից տեղահանվել է ռազմական ուժի կիրառման արդյունքում 2023 թվականի սեպտեմբերին միայն ու միայն հայ լինելու համար։ Հիմա Եվրոպայի խորհրդում, որոնք որ մարդու իրավունքներից են խոսում, փոքրամասնություններից են խոսում, իրանք հիմա կարող է սեմինարներ անեն, գրքեր տպեն, որից ինչ ազգային փոքրամասնությունը պետք է իր լեզուն կարողանա պաշտպանի, ռադիոյի մի ժամանոց հաղորդում ունենա, դպրոցներում իրանց լեզու, չէ՞, դες սեմինարներ են, բա սեմինարների ձեր շահառուն կարող է մի դպրոցի 4 աշակերտ լինի, չէ՞։ Բա 150,000 մարդու խնդիրները դուք ուշադրության չեք արժանացնում, 4 աշակերտով եկնում եք սեմինարներ նկարվում եք, ես դա չեմ հասկանում։ Այսինքն Եվրոպայի խորհրդում հիմա Հայաստանը ներկայացնող մարդու իրավունքների եվրոպական դատանի դատավորը Վահե Գրիգորյանն է։ Բայց իրանց ասենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեաժողովը նրան ընտրել է դատավոր, բայց չի նայում նրա кейսը, որ նա Հայաստանի գործող վարչապետի փաստաբանն է եղել, որ նա Սահմանադրական դատանի դատավոր լինելուց առաջ ոչ մի օր դատավոր չի եղել, որ նա դատավոր ընտրվելուց հետո մի տարի իր պարտականությունները չի կատարել որպես Սահմանադրական դատանի դատավոր, այսինքն կարելի է այդ մարդուն ընտրել Եվրոպայի խորհրդի այդպիսի հեղինակավոր դատանի դատա, իրանք են չէ ընտրել։ Բայց եթե ընտրում են, ինչի հաշվին են անում։ Իրենց հեղինակության հաշվին են անում, չէ՞։ Ում շրջանում։ Այդ ամեն ինչը գիտակցող մարդկանց շրջանում։ Եվ ես ինքս որպես Եվրամիության անդամ երկրներից մեկում առանցքային երկրներից մեկում Հայաստանի նախկին դեսպան, որպես Եվրոպայի խորհրդի անդամ երկրի քաղաքացի, Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեսպան, ես ցավ եմ ապրում նաև Եվրոպայի խորհրդի, եվրոպական արժեքային համակարգի այս դեգրադացիայի վերաբերել։ Բա ո՞նց կարա Միացյալ Նահանգների նախագահը, որը համարվում է Միացյալ Նահանգները աշխարհում ժողովրդավարությունը ոչ միայն ունեցող, այլ նաև տարածող ժողովրդավարական արժեքները քարոզող, պաշտպանող երկիր, Հայաստան եւ Ադրբեջանի նախագահներին անունները չիմանալով, երկրների անունները խառնելով ասի great leaders, որ հետո հարցնում են, ասում են Փաշինյանն ու Ալիևը, ասում են ով է, որովհետեւ նա անուններն չգիտի, մեկը Ալբանյանն է, մեկը Կամբոջյան, բայց այս բան ո՞նց կլինի։
Պարոն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Զանգեզուրի միջանցքը անցնում է իբրև թե Զանգելան Հորադիս հատվածով, այդ դեպքում հարց է առաջանում այս երկու աշխարհագրական կետերը ինչպես են կապվում Նախիջևանին, եթե նկատի ունենանք, որ նաև մեջտեղում Սյունիքի մարզն է գտնվում, ուզում ենք հասկանալ ինչ նոր քարտեզ է ստեղծել Նիկոլ Փաշինյանը եւ ինչ նոր կապուղիներ են ի հայտ եկել։ Այն ինչ որ արել է Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, դա շատ պարզ գործողություն է, կատարել է Իլհամ Ալիևի հերթական պահանջը Մեղրին հանձնել է Ադրբեջանին։ Սա է իրականությունը։ Թղթերը ստորագրված է, այսինքն այդ TRIP կոչվող ճանապարհահատվածը, որը մասնակազմում ավելի մեծ տրանսպորտային ենթակառուցվածքի, որը անցնում է Հայաստանի տարածքում, այլևս դուրս է Հայաստանի վերահսկողությունից, անցնում է ամերիկյան վերահսկողության, պետք է կառուցվի ամերիկյան ներդրումներով, վերահսկվի ամերիկյան զինված ուժերի կողմից, Հայաստանը որևէ վերահսկողություն, այսինքն տարածքը հանձնված է Ադրբեջանին, որի հայկական մասում նախկին հայկական հատվածի վերահսկողությունը իրականացնում է ամերիկյան զինված ուժերը, այդ պահնորդական ընկերություններ բան որ խոսում են, Միացյալ Նահանգներում վաղուց է ընդունված, այլ երկրներում է կա, որ դրանք սովորական, ասենք, այդ շենքերի տարածքները կամ մասնավոր ուսումնական հաստատությունները հսկող պահնորդներ չեն։ Դրանք մարտական զենքերով զինված, բանակային ստորաբաժանումներ են, ուղղակի մասնավոր, ոնց որ ենթադրենք Ռուսաստանում էլ կար, չէ՞, Վագներ մասնավոր ընկերությունը, որը որ պահնորդական ընկերություն չի սովորական էլ, այսինքն ինքը ունի ուղղաթիռներ, տանկեր, մարտական զենքեր եւ այլն, իր միակ պատվիրատուն պետությունն է, այսինքն ինքը մասնավոր կլիենտներ չունի եւ իրականացնում է պետական, այսինքն Ռուսաստանը Աֆրիկա բանակ պաշտոնապես չի ուղարկել, փող է տալի ռուսական մասնավոր կազմակերպության, որը խնդիր է լուծում։ Այդ մոդելը Ռուսաստանը վերցրել է Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգներում դա շատ վաղուց կա։ Եվ նրանք, ովքեր գալու են տեղակայվել են ճանապարհի տակ, դրանք նորմալ ամերիկյան բանակային ստորաբաժանումներ են, ուղղակի մասնավորի անվան տակ։ Ու այնտեղ պարզավոր դա բանակ է, մենք Հայաստանի քաղաքացիներս իրենց վերահսկողության տարածք մտնելու իրավունք չենք կարա ունենանք։ Պարսիկները, որոնք սահմանի վրա է ալնելու, Հայաստանի տարածք մտնելու իրավունք այլևս չեն կարող, այսինքն դրանով փակվում է հայ-իրանական սահմանը, փակվում է ամերիկյան զինված ուժերի կողմից եւ ճանապարհ է տրամադրվում Ադրբեջանին, որպեսզի ինքը կայուն, հուսալի, անխոչնդոտ, ոնց որ գրած է, կապը հաստատի Նախիջևանի հետ։ Այն որ ասում են պետքա միջազգային բեռնափոխադրումներ, դրանք բոլորը ցնդաբանություններ են։ Ոչ մի միջազգային բեռ ընդեղով չի անցնելու, որովհետեւ դրա կարիքը չկա։ Միջազգային բեռները, որոնք հիմա Չինաստանից կլինի, ասիական, միջինասիական երկրներից Կասպից ծովով գան Ադրբեջան, Ադրբեջանից դեպի Վրաստան ու դրանից էլ Թուրքիա գոյություն ունի Բաքու, Թբիլիսի, Կարս երկաթգիծը։ Այդ երկաթգծով որ բեռները հասնում են Վրաստան եւ իրանց հասանելիան եւ վրացական Փոթի, Բաթումի նավահանգիստները եւ գնում է Թուրքիա, թուրքական նավահանգիստները ու Թուրքիայի ամբողջ երկաթուղային ցանցը։ Նրանք այդ փոքրիկ հատվածով բեռ բերելու կարիք չունեն։ Նավթամուղը ընդ չի կառուցվելու, որովհետեւ Բաքու, Թբիլիսի, Ջեյրան նավթամուղը արդեն գոյություն ունի։ Հետևաբար երկրորդը կառուցելու կարիք ոչ մեկ, սա ընդամենը Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանին կապող, այսինքն ինքը գնացել է Մեղրին հանձնել է Ադրբեջանին, եկել է հələ մի հատ էլ դա համարում է որպես ձեռքբերում, որպես խաղաղության հաստատում։ Ով է ասում, որ խաղաղությունը հաստատվի, որտեղ է գրած։ Նույնիսկ խաղաղության պայմանագիր չի կնքվի Ադրբեջանի հետ։ Նույնիսկ այս համաձայնագիր չկա։ Որևէ զարգացումներ չկա, որ կարա լինի։ Դրան ընդամենը ինչ է գրվել, մի հատ նախաստորագրված համաձայնագիր, որն ասում է կողմերը պարտավորություն է վերցրել Հայաստանը, պայմանագիրը չստորագրած, այդ պայմանագրի դրույթները կյանքի կոչի։ Իսկ դա մի փաստաթուղթ է, ես արդեն չեմ ենթադրում, էլի, հայտարարություններով, որի նախաձեռնությունը նման փաստաթուղթ ունենալու պատկանում է Ադրբեջանին, Ադրբեջանի նախագահն ասել դա 21 թվականին,
Ադրբեջանն է սահմանային 5 սկզբունքները, որոնք պետք է հիմք լինեն այդ համաձայնագրի մշակման համար։ Հայկական կողմը, եթե հիշում եք, ներկայացրել էր պատասխան սկզբունքները, որոնք որ չեն էլ քննարկվել։ Պայմանագրի նախագիծը մշակվել է ադրբեջանական կողմում, այսինքն Ադրբեջանի արտգործ նախարարությունում։ Այնտեղ արտացոլված են միայն Ադրբեջանի շահերը, դա տրամաբանական չի կարող Ադրբեջանի ԱԳՆ-ում լինի մի հատ դիվանագետ, որը մշակի պայմանագրի նախագիծ, որ բխի Հայաստանի շահերից, որ Ադրբեջանի ազգային անվտանգության ռազմավարությամբ ճշտամական պետություն է։ Նրան նույն օրը ոչ թե գործից կանեն, պետական դավաճանության համար կդատեն։ Ադրբեջանի շահերով մշակված պայմանագիրը, որի ոչ մի հայկական առաջարկություն դրա մեջ ներառված չի։ Սա էլ են պաշտոնապես ասում, որովհետև ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավորներն ինչ-որ մի փուլում ծանոթացել են այդ նախագծին եւ հայկական կողմի առաջարկներին։ Ես օրինակ կոչ եմ անում, եթե դուք էլ որպես քաղաքագետ լրագրող կարաք ասենք ճշտեք ԱԳՆ-ից։ Հարցում անեք, քանի որ արդեն ասենք ասում են բանակցությունները ավարտվել է, չէ՞, ոչ մի տար, այսինքն այլևս գաղտնի բան դրա վերաբերյալ պիտի որ չլինի։ Օրինակ ԱԳՆ-ն քերապարակի արդյոք, թե իրանք եթե չեմ սխալվում, ասացին 13 անգամ նամակագրությամբ փոխանակվել են առաջարկներով։ Իսկ հայկական կողմից Հայաստանի ԱԳՆ-ն ինչ առաջարկներ է ուղարկե ադրբեջանական կողմին, ձևակերպած տեքստերը, որովհետեւ մենք տեսնենք Հայաստանից ինչ առաջարկներ է գնացել, նայենք տեքստի հրապարակված տարբերակին, տեսնենք այդ առաջարկները դրա մեջ ներառված են թե չէ։ Ուղղակի վստահ եմ, որ ոչ մի առաջարկ դրանում չի ներառվել։ Վստահությանը սիկնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է։ Մի օր կառավարության նիստերից մեկի ժամանակ ասաց, մենք որ առաջարկներ ենք ուղարկում, Ադրբեջանում դրանց վրա գիծ են քաշում, հետ են ուղարկում։ Այսինքն, եթե դու գնացել ես նախաստորագրել ես մի փաստաթուղթ, որը ադրբեջանցիները մշակել են իրանց շահերից ելնելով, այդ էլ չեն ստորագրում լրացուցիչ պահանջներ դնելով քո առաջ, քեզ էլ ասում են դու չես ստորագրել, բայց հիմիկվանից պետքա քո բոլոր ջանքերը միտված լինեն այդ պայմանագրի ոգուն։ Ու դրանից հետո գալիս ես, բանակի թվականակը կրճատում ես, զինվորական ծառայության ժամկետը կրճատում ես, բանակի ֆինանսավորման ծավալը կրճատում ես, ռազմաքաղաքական ղեկավարությանը ձերբակալում ես, նոր հայտարարություններ ես անում Հայաստանի նախագահների ռազմական հանցագործելնելու վերաբերյալ, ասում են Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած, ինչ գործ ունեք դուք ուրիշ երկրի սուվերեն տարածք։ Դա ռազմական հանցագործության մեղադրանք է, նույն մեղադրանքներից, որոնց Ալիևը առաջադրել է այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։ Այսինքն ինքը ադրբեջանական շահեր է սպասարկում, ու դա էլ ներկայացնում է այս միամիտ մարդկանց, որպեսզի գնացը մեղրին հանձնել է, մեր երկիրն էլ հանձնում է ամբողջությամբ Ադրբեջանին, դա էլ ներկայացնում է որպես ձեռքբերում, ասում է տեսեք ինչ լավ կապիտալով մենք գնում ենք ընտրությունների։ Պարոն Ղազարյան, ինչու՞ չի ասում, որ մեղրին հանձնել է, ինչ է լինելու մեղրի բնակչության հետ։ Ինչ պիտի լինի, պիտի տեղահանվեն, դե ոնց կարա, հիմա ասենք թե ճանապարհը ռազմական գոտի է, հիմա սահմանային ուղեկալներ գոյություն են, չէ՞, զաստավներ են, այնտեղ ասենք քաղաքացիները իր սեփական հողը մշակելու համար պիտի այդ հրամանատարից թույլտվություն ունենա, որ կարողանա գնա մտնի այդ տարածքում հող մշակի դուրս գա։ Երբ են տեղահանվելու ընտրություններից հետո։ Կարծում եմ, որ հա, հիմա դե այդ ճանապարհի այդ հատվածը ադրբեջանցիները իրենց մասը կառուցում են, Ալիևն ասել է մի տարում դա կավարտվի։ Հայաստանում էլ արդեն, եթե հիշում եք, մի ամիս առաջ էր, այդ օգոստոսի 8-ից հետո սեպտեմբերին ամերիկյան պետքարտուղարությունից մի բարձրաստիճան դիվանագետ եկավ Հայաստան, Մեհեր Գրիգորյանի հետ հանդիպեց, ասաց, որ 145 միլիոն դոլարի աջակցություն են պատրաստ տրամադրեն այդ թրիփի համար։ Դա ամենայն հավանականությամբ այդ 47 կիլոմետր հատվածում երկաթգծի կառուցման համար նախատեսվող գումարն է։ Բնակչության փոխհատուցում էլ չէ, ում որտեղ է հան։ Չէ, ճանապարհի այդ հատվածի հողային աշխատանքները այնտեղ ժամանակին եղել է երկաթգիծ։ Այս 30 տարվա ընթացքում անկախության մտածված կերպով Հայաստանի կողմից եւ Մեղրիում եւ ազատագրված հատվածներում երկաթգծերը ապամոնտաժվել են, որպեսզի ադրբեջանցիները առհասարակ մոռանան այդ ճանապարհը։ Հիմա վերականգնում են ադրբեջանցիները իրենց մասից հասցնել են մինչև Հայաստանի սահման։ Իդեպ ասեմ, որ Թուրքիայի տրանսպորտի նախարարը այդ օգոստոսի 8-ի հայտարարությունից կարճ ժամանակ անց, օգոստոսի 22-ին հիմնարկեքի արարողություն արեց մի նոր երկաթգծի կառուցման, որը որ Թուրքիան միանում է Նախիջևանին։ Այսինքն դա նշանակում է, որ Թուրքիան մտադրություն չունի բացել Հայաստանի հետ սահմանը բոլոր պայմաններով, որովհետև Հայաստանից Թուրքիա գնացող երկաթգիծ կա, Գյումրի Կարս երկաթգիծը։
Հիմա որպեսզի թուրքերը Հայաստանի տարածքով բեռնափոխադրում չանեն, 2.4 միլիարդ գումար են ծախսում, որպեսզի թուրքական իրանց հատվածը Նախիջևանի սահմանից դեպի իրանց երկաթգծի ցանց շինարարություն անեն, երկաթգիծ կառուցեն, որ Նախիջևանով իրանց կապը լինի Ադրբեջանի հետ, Հայաստանը շրջանցեն եւ ընդհանրապես հայ-թուրքական սահմանը չբացվի, այսինքն Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ։ Իլհամ Ալիևը, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամբիոնից խոսեց իր խոսքերով Զանգեզուրի միջանցքի, այսինքն Մեղրին իրեն հանձնելու մասին։ Դուք լսել եք, որ ինքը ասի, մենք էլ բացելու ենք ճանապարհները Հայաստանի համար, այսուհետ հայկական բեռները Ադրբեջանի տարածքով ազատ հաղորդակցություն մենք խաղաղություն։ Դες բան ասել է։ Ինքը ոչ իր ելույթներում ասում, ոչ հարցազրույցներում, որտեղ դες բան չի լինելու։ Մարդիկ եկել են Հայաստանի մեջ Գորիսից կապան մեր երկրի տարածքում միջպետական ճանապարհը փակել նստել են, դրանք ո՞նց կարող է իրենց երկրի տարածքում մեծ ճանապարհ տրամադրել։ Ապուշը պիտի մենակ դες բաների հավատա։ Եվ վերջում պարոն Ղազարյան, Մայր Գրիգորյանի գրասենյակից հաստատում են, որ Վաշինգտոնի հանդիպումից հետո սահմանազատման ուղղությունը փոխվել է, սակայն իրենք դեռ հստակ չգիտեն, կսահմանափակվեն Մեղրիով, թե ողջ Սյունիքը կսահմանազատվի։ Ուզում եք ես ներկայացնեմ փաստերով այդ սահմանային հանձնաժողովների աշխարհագրությունը գործունեության։ Քանի դեռ Արցախը հայկական էր եւ կար Լաչինի միջանցքը, ադրբեջանական կողմը պահանջում էր, որ սահմանազատումը իրականացվի Գորիսի տեղ գյուղի հատվածում։ Նպատակը այն էր, որ այդ 5 կիլոմետր Լաչինի միջանցքը որ կա, այդ հատվածը միայն սահմանազատեն իբր, որ ասեն ստորագրեցիք թուղթը, որ այստեղ Հայաստանի սահմանն ավարտվում է։ Բայց եթե Հայաստանի սահմանն ավարտվում է, ո՞ր երկրի սահմանն է սկսում։ Կամբոջայինը չի, Մեքսիկայինը չի, Կանադայինը չի, Ադրբեջանն է, որպեսզի իրանք իրավունք ունենային, այնտեղ դնային սահմանային ուղեկալ ու Արցախը փակեին շրջափակման մեջ։ Քանի որ այդ խնդիրը իրանք լուծեցին այլ եղանակով, այսինքն Արցախը Շուշիից շրջափակեցին, իսկ 2023 թվականի ապրիլի 23-ից արդեն հսկիչ անցագրային անցակետը դրեցին Հակարի կամրջի մոտ, այնտեղից արդեն ճանապարհը փակեցին, Արցախը վերցեցին պաշտոնապես շրջափակման մեջ։ Հետևաբար Գորիսի հատվածում սահմանազատում անելու հարցը օրակարգից դուրս եկավ։ Մինչ այդ եւ Մեհեր Գրիգորյան եւ Շահին Մուստաֆաև խոսում են, որ այդ հատվածում պիտի անեն սահմանազատում։ Հետո Ադրբեջանը խնդիր դրեց ասած Տաուշի մարզի այդ 4 գյուղերի հարակից տարածքները, որը ամենաամուր պաշտպանական բնագծերն էին հայկական, 20 թվականի հուլիսին, այնտեղ մի դիրքի համար 11 օր մարտական գործողություններ են եղել։ Ադրբեջան 12 զոհատվ է դեպքում այդ թվը մի գեներալ։ Ասացին այդ տարածքները պիտի անեն։ Անունը դրեցին իբր սահմանազատում, բայց դա իրականում սահմանազատում չէր, տարածքների հանձնում էր։ Այդ 4 գյուղերը հարակից տարածքներով հանձնեցին Ադրբեջանին։ Այդ սահմանային հանձնաժողովների կանոնակարգ ՍԴ-ի որոշումը այդ ժամանակ եղավ 24 թիվ։ Դրանից հետո այդ տարածքները հանձնելուց հետո ինչ համատեղ հայտարարություն արեցին Մեհեր Գրիգորյան ու Շահին Մուստաֆա։ Ասեցին սահմանազատումը սկսելու ենք Հայաստան, Վրաստան, Ադրբեջան սահմանային վերին կետից։ Հիմա այդ իրանց արած 12 կիլոմետրը իբր դրանից ներքև էր, չէ՞։ Այսինքն եթե դա սահմանազատված է վերևի կետից ինչ են սկսում անել։ Այսինքն դրա այդ հայտարարությամբ ցույց տվեցին, որ այդ 12 կիլոմետրը դա սահմանազատում չի։ Ընդամենը տարածքի հանձնում է եղել։ Ասեցին ընդեղից ենք սկսում։ Ու չեն էլ սկսել։ Հետո երբ որ արդեն եկավ քաղաքական զարգացումները, Միացյալ Նահանգների միջամտությունը բերեց Մեղրին հանձնելու, ասեցին չէ։ Հիմա իջնում ենք Մեղրու հատված ու Մեհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆայի հետ հանդիպել են։ Գրեցին հաղորդագրության մեջ Հայաստանում եւ Ադրբեջանում այդ հատվածում, որպեսզի իմանան թե որտեղից պիտի ամերիկացիները իրենց ծառայությունը ստեղծեն։ Դե պասը մեզ սորին, որ մենք հիմա խոսում ենք Հայաստանում է գտնվում Միացյալ Նահանգների պատվիրակություն կազմված սահմանապահ եւ մաքսային ծառայության աշխատակիցներից։ Այսինքն նրանք արդեն են պերեդավո են ասում, են առաջնային խումբն է, որը եկել է հասկանա թե ամերիկացիների պատասխանատվության գոտին որ կետից է սկսվելու եւ որ կետում է ավարտվելու, որովհետեւ իրական վերահսկողությունը հայկական սահմանապահներն ու մաքսավորները չեն անելու։ Անելու են ոչ թե անելու են, այլ ուղղակի իրանք ապահովելու են, դե հսկողություն չի լինելու։ Ադրբեջանցիների ազատ տեղաշարժը այդ հատվածով։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի։ Ես եմ շնորհակալ։ Այսօր ինքնուրույն Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանն էր։ Փաստինֆոյի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբվենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։